3-2-1 Հայասատ 1-ը դարձել է ձախողում Հայաստանի տիեզերագնացության հիմքի համար, հիշենք Հայասատ 1-ի մասին։ Հայասատ 1-ը Հայաստանի առաջին մասնավոր նախաձեռնությամբ ստեղծված արբանյակն է, որը տիեզերք է արձակվել 2023 թվականի դեկտեմբերի 1-ին SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով Ամերիկայի Միացյալ Նահանգների Վանդենբերգ ավիաբազայից։ Այն նախագծվել եւ կառուցվել է Հայաստանում բազմունք տիեզերական հետազոտությունների լաբորատորիա եւ գիտական նորարարության եւ կրթության կենտրոն հիմնադրամների համագործակցությամբ։ Հայասատ 1-ի թռիչքի արժեքի մասին հստակ հրապարակումներ չկան, սակայն Ժողովուրդ օրաթերթը պարզեց, որ նման թռիչքի արժեքը սովորաբար հատում է 50,000 Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարի արժեքը։ Թռիչքից ավելի ուշ որոշ տարակարծություններ առաջ քաշվեցին, որ այդ արբանյակը որևէ օգտակար բան չի կարող տալ Հայաստանին, նույնիսկ մեզ այդքան անհրաժեշտ արբանյակից արված պատկերները չենք ստանա։ Բայց ՔՊ-ն դա մատուցում էր իբրև դարի հաղթանակ Ադրբեջանի դեմ լուրջ գործիք։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկությունների համաձայն Հայասատ 1-ը դարձել է պատուհաս Հայաստանի եւ կառավարության համար։ Բանն այն է, որ ըստ տեղեկությունների արբանյակի թռիչքի առնչությամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում վարույթ կա փողերի լվացման եւ կամ չարաշահումների վերաբերյալ։ Ժողովուրդ օրաթերթը հարցմամբ դիմել էր դատախազություն հասկանալու համար, թե կոնկրետ ինչ վարույթ կա հարուցված Հայասատ 1 արբանյակի կապակցությամբ։ Ենթադրյալ փողերի լվացման գործում ինչ մանրամասներ են հայտնի դարձել, այժմ որ փուլում է քրեական գործում ովքեր կան ներգրավված եւ ինչպիսի փաստական տվյալներ են հայտնի։ Սակայն բազմաթիվ այս հարցերին դատախազությունից պատասխանել էին հղում անելով տեղեկատվության ազատության մասին օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետին, որը ենթադրում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք։ Ստացվում է, որ իշխանությունները փորձում են գաղտնիքի անվան տակ կարևորագույն տեղեկությունները թաքցնել հասարակությունից, ծածկադմփոց անել գործը, հնարավորինս աննկատ։ Մինչդեռ տարբեր աղբյուրներ հաղորդում են, որ արբանյակը տիեզերք ուղարկելու ողջ ծախսը շուրջ 6 միլիոն դոլար է կազմում, որի վերաբերյալ եւս հարցումներ են կատարել, սակայն պատասխաններ դեռ կառավարությունից չունենք։